Պարոն Ալքարյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին, մի քանի թեմաների հետ կապված կլսենք նաև ձեր տեսակետը։ Եվ այսպես, Հնչա։ Երևան եկավ Ուրսուլա ֆոն դեր Լայնը, եւ մենք տեսանք ինչպիսի խայտարակ հայտարարություններ էր նա անում այն մասին, որ Հայաստանում հաղթեց ժողովրդավարությունը, Փաշինյանին շնորհավորում էր հաղթանակի կապակցությամբ, 2018-ի Թավշյա հեղափոխության ամրությունը հաստատվեց, ԵՄ պատրաստ է աջակցություն հայտնել ամեն պահի հայ ժողովրդին եւ այսպիսի խայտարակ հայտարարություններ, բայց ի սկզբանե անբարոյականությունը նրանում է, որ լինել Բաքվում գովեստի խոսքեր շռայլել Ալիևի հասցեին, երբ նույն երկրում շարունակում են խոշտանգվել մեր հայրենակիցները։ Խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը։ Դե կարծում եմ աջակցությունը, որ Եվրոպան հայտնեց Նիկոլ Փաշինյանին այս ընտրություններում բոլորիս համար ակնհայտ էր, դա նախքան ընտրությունները խիստ բացահայտ կերպով դա տեղի ունեցավ առանց քաշվելու եւ դրանց մասին խոստովանեց ուրեմն ֆոն դեր Լայնը, որ եկել էր Հայաստան։ Ուրեմն հետարքիր հայտարարությունը, որ կատարեց, խոսվեց ինչ որ մի 50 միլիոն եվրո, եթե չեմ սխալվում, օժանդակության մասին, որը հետո հայտարարեց, որ եթե չեմ սխալվում, թվերը հույսով եմ, որ ճիշտ եմ ասում, հայտարարեց, որ 18 միլիոն արդեն վերջինն է, որ տրամադրվելու է մեր խոստումից։ Հիմա նշանակում է, որ արդեն ինչ-որ գումարներ հատկացրել էին այս ընտրությունների համար, եւ սա ուղղակիորեն խոսում է արտաքին միջամտության մասին, որ այսինքն նախընտրությունների սեմին գալ ինչ-որ խոստումներ, որ նախկինից տվել էին, իրականություն չէին դարձել, հիմա միանգամից ընտրությունների ժամանակ այդ ֆոնդերը, այդ գումարները մտցնել Հայաստան, թույլ տալ Նիկոլին, որպեսզի կարողանա դրանց միջոցով պետական ընտրակաշարք բաժանել եւ կարողանա ձայներ շահել, ինչ որ տեսնում ենք շատ բացահայտ կերպով դժբախտաբար տեղի ունեցավ եւ Նիկոլին հաջողեց այդ աջակցությունը ստանալ։ Հիմա շատ հետաքրքիր է, որ նույն անձը մեկ օր առաջ Բաքվում խոսում էր, եթե չեմ սխալվում, հիմա թիվը շուրջ 200 միլիոն դոլար ներդրման եւ օժանդակության մասին, որը Ադրբեջանին է կատարվելու, իսկ հետո երբ խոսքը հասավ Հայաստանին, այդ ամբողջ, այդպես ասած, աջակցության, որ ուզում են ցուցաբերեն, ընդհանրապես խոսվում է 50 միլիոնի մասին։ Հիմա ժողովուրդը թողեք սպասի, տեսենք այդ խոստումները, որ տալիս են, որքան իրականություն կդառնա։ Դե գիտեք, այս օրերին լուրջ խնդիրներ կան գյուղմթերքի վաճառքի հետ կապված, որոնց վաճառքը Ռուսաստանում լուրջ խնդիրներ կա ծաղիկների հետ, տարբեր արտադրանքների հետ հայկական, որոնց ռուսական շուկաներում վաճառելու հետ լուրջ խնդիրներ են ստեղծվել։ Հիմա Եվրոպան խոստանում է, որ իր դռները բացելու այդ արտադրանքների դիմաց, տեսենք որքան իրենք անկեղծ կլինեն այս հարցում եւ դա իրականություն կդառնա։ Դե, բայց փորձ ունենալով կարող ենք հասկանալ, որ դա այդ ամբողջը ժամանակավոր բնույթ է կրում, երբ որ այդպես ասած մի տեսակ ամեն ինչը խաղաղվում է, արդեն իրենք էլ սկսում են մոռանալ Հայաստանին, քանի որ ես նպատակ հիմա հիմնականում քարոզչական միջոց է Նիկոլին որպես զենք օգտագործելն է, ասենք Ռուսաստանի դեմ։ Հիմա հաջողությամբ կարողանում են դա անել, օգտագործում են եւ իրենց թվում է դեռ այս փուլում հաջողել են, բայց հիմա դե ժողովուրդը գնալով կարծում եմ բախվի իրականության հետ, այն ժամանակ Երևան կգա թե որքան են այսինքն Եվրոպայից տրված խոստումները ճիշտ եւ որքան են իրականություն դառնալու։ Պարոն Մարգարյան, իրականում ժողովուրդը այլևս բախվում է այդ ցավոտ իրականությանը, մանավանդ տնտեսվարողները։ Մենք տեսնում ենք ահազանգերը շուկաներից, ինչպես են մարդիկ Բարեբուն իմաստով ցավից լաց լինում, վարկեր են վերցրել, որպեսզի իրենց տնտեսությունը զարգացնեն, բայց բախվել են ապրանքը փչանում է, ծաղիկների շուկան, այսպես ասենք, կոլապսի մեջ է, ամեն ինչը խայտառակ ծանր վիճակում է։ Եվ այս իրականության մեջ Նիկոլ Փաշինյանը նույն ֆոն դեր Լայնին ասում է, երբեք Հայաստան ու ԵՄ այսքան մոտ չեն եղել իրար։ Խնդրեմ։ Հիմա որքան մոտ են եղել, որքան հեռու ես չգիտեմ, բայց խնդիրն է նա, որ հիմնականում այս պահին մենք ինչ որ նաղդ մի բան Նիկոլը ուզում է փոխանակել ինչ-որ նիսյա բանի հետ, որը հայտնի չի իրականություն կդառնա թե չէ, ասին Եվրոպայից եկող խոստումներն է։ Հիմա ասում են դե մենք մեր շուկաների դռները կբացենք, ձեր դիմաց մտահոգ մի եղեք, այդ ամեն ինչը կտանենք, բայց կարևորն է, որ դա հիմա պետք է կատարվի, որտեղ այդ արտադրանքները, որ կա, հիմա պիտի գնա վաճառվի։ Եթե մնում է փչանում է, հետո, այսինքն 1 ամիս հետո, 1 տարի հետո, եթե դռները պիտի բացվեն, այլևս ոչ գյուղացիների համար ոչ մի օգուտ դա չի բերելու։ Հետո հիմնականում կարևոր մի խնդիր կա, որ հիմա այդպես ասած մասնագիտանկուց ավելի շատ մասնագետների դու պիտի խոսեք այս ոլորտում, բայց շատ բնական է, որ մի շարք ստանդարտներ կան եվրոպական, որ այդ շուկա մուտք գործելու համար այդ ստանդարտները պետք է ամեն դեպքում հարգվեն։ Հիմա հակառակ Հայաստանի, որ ասենք Նիկոլի կողմից իջեցվող հրահանգներով ամեն ինչ հնարավոր է դառնում եւ կարելի է այդպես ասած բռնապետական երկրների ձևով կառավարվող երկրներ հրահանգ ատարվում հիմա
այդ ամեն ինչը թույլատրվում է, Եվրոպայում չեմ կարծում այդքան հեշտ է այդ հրահանգներով, որ այսինքն վերևից իջնում է քաղաքական գործիչների կողմից, այդ ստանդարտները փոխեն միայն դրա համար, որ ասենք Հայաստանից գնացող գյուղմթերք այնտեղ հնարավոր լինի վաճառել։ Ամեն դեպքում կարծում եմ սրանք սին խոստումներ են, միայն հիմա ինչ-որ բաներ ասվել է, փորձ է կատարվում այդ էֆեկտը, որ հիմա դեռ կա, այդ հետևանքը, որ կա Նիկոլի վարած քաղաքականության, փորձում են մեղմացնել, հիմա փորձում են ինչ-որ շրջան հասկացնել, տեսնել ինչ է լինում, բայց ես կարծում եմ, ինչպես դուք ասացիք, արդեն իսկ ակնհայտ է այդ երևույթը։ Ես էլ հիմա Եվրոպայում եղած ժամանակ արդված ծաղիկների դեպքում տեսել եմ, թե ինչ վիճակ է տիրում, կարծում եմ բոլոր բնակավարներում էլ մոտ ապագայում հենց նույն իրավիճակի ականատեսը լինելու ենք։ Տեսեք, երբ այդպիսի գովեստի խոսքեր է շռայլում ինքը ֆոն դեր Լայնին, բայց սպասվում է, չէ, ինքը խոսել է այն մասին։ Ճիշտ է, երեք հայտի դարձավ, որ ինչ-որ ցուցահանդեսի ինքը չի լինելու, Ռուսաստանը այս հարցով չի մեկնելու, բայց մինչև հիմա դեռևս հայտնի է, գոնե իր հայտարարությամբ հայտնի է, որ ինքը միջկառավարական նիստի ԵԱՏՄ լինելու է։ Հետաքրքիր է, այնտեղ ինքը ինչ ասելիք ունի այս պարագայում։ Ես չգիտեմ ինչ ասելիք ունի, ամեն դեպքում այդ քաղաքականությունը, որ իրենք հիմա վարել են, այդ ճշտամական վերաբերմունքը, որ ցուցաբերում են հիմա բացահայտ կերպով չեն խոսում այդ մասին, քանի որ համարձակությունը չունեն ամեն դեպքում գնալու վերջնական քայլի, բայց դե իրենց վարած քաղաքականությամբ շատ հստակ է, որ հակառուսական քաղաքականությունը այս պահին գնում, հայտարարությունները, օրենքները, որ անցկացնում են շատ հստակ կերպով ուղղված է, գիտենք դեպի որ կողմն է ուղղված։ Ես հիմա չգիտեմ ինչ ասելիք կունենա, արդեն իսկ եթե չեմ սխալվում, այդ Եկատերինբուրգում կայանալիք այդ միջոցառման առաջին հայտարարության մեջ իր անունը կար Նիկոլ Փաշինյանին, որպես բանախոս պետք է գնար ներկա լիներ, բայց հետո հանեցին, կարծում եմ դա արդեն իսկ վկայում է ինչ-որ վերաբերմունքի մասին, որ իր հանդեպ գոյություն ունի եւ ընդհանրապես հավանաբար չեն ցանկանում իր խոսքը լսեն եւ հիմա տեսենք, սպասենք, տեսենք գնում է ինչ կարող է անել։ Հիմա ինքը խոստանում է հանդիպումներ են ունենալու, խոսելու են, խնդիրներ չկա, ամեն ինչը վարդագույն է մեր եւ Ռուսաստանի հարաբերություններում, բայց դե խելոք մարդը նայելով կարող է հասկանալ, թե դրանք որքան իրականության հետ աղերս ունեն։ Պարոն Մարգարյան, կուզեմ նաև այս հարցին անդրադառնանք։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը բոլոր լծակներով արդեն մանավանդ ընտրություններից հետո ավելի է խստացնում, այսպես ասենք, խոսույթը, սպառնալի է խոսում եւ ՄԱԿ-ի ամբիոնից մինչեւ անգամ բարձրացնում է 300,000 ադրբեջանցիների ճակերտավոր հայրենի հողեր վերադարձի հարցը։ Կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Ըստ էության Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր ներքին, այսպես ասենք, լսարանին կերակրել ընդդիմադիրների վրա հարձակումները, որին հեսա կանդրադառնանք, բայց որևէ ասելիք չկա այս մասով։ Խնդրեմ։ Դե ինքը ասելիք էլ չունի, որտեղ ինքը իր կարճ խելքով ենթադրում է, որ խնդիրը փակված է, ինքը բերել է այդ 300,000 այսպես կոչված Ադրբեջանի թեման հավասարեցրել է Արցախայության չվերադառնալու թեմայի հետ, Եպես է ձևացնում, որ ես Արցախայությանը չեմ թողնի վերադառնան, դե դուք էլ հիմա հրաժարվեք այդ բանից, հիմա Ադրբեջանը Արցախայությունը չպետք է վերադառնան, հետո հստակ ուզենան էլ չեմ թողնի գան, բայց մեկ այմ 300,000 ադրբեջանցիների թեման ես պահում եմ եւ դա որպես զենք եւ որպես լծակ օգտագործում են Նիկոլի դեմ ճնշումներ գործադրելու համար։ Դե շատ པարզ է մի շարք ընտրությունների շեմին մի թեթև այդպես ասած այդ թեման փորձեցին շատ չբարձրաձայնել, չխոսալ։ Հիմա Նիկոլը փորձում էր այնպես ձևացնել, որ դա ընդհանրապես ընդդիմության գաղափ այդպես տարածած ստերն են, ընդդիմությունը ստում այդ հարցում այդպիսի թեմա չկա, բայց դե ընտրություններից հաջորդ օրվանից արդեն բացահայտ դարձավ, որ հիմնականում ընդդիմությունը ճիշտ էր եւ Ադրբեջանը շատ հստակ կերպով այդ ամեն ինչը օրակարգում ունի, քաղաքականությունը, որ վարում են փառատոները, որ անցկացնում են, նրանք ամեն դեպքում այս հարցում շատ վճռակամ են, քանի որ իրենց դիմաց տեսնում են Նիկոլ Փաշինյանին, ով պատրաստ է ամեն ինչը տալ հանուն իր աթոռի եւ կարծում եմ ինչու չպետք է փորձեն հասնել նաեւ դրան, եթե մինչեւ այսօր ինչի որ իրենք ցանկացել են կարողացել են դրան հանձնել, հասնել։ Հիմա եթե այս պարագայում էլ կարող են հաջողել, կարծում եմ, եթե մենք էլ Ադրբեջանի տեղը լինեինք, մենք էլ Ալիևի տեղը լինեինք, ինչու պետք է հրաժարվեինք այդ թեմայից, եթե կարող էինք, այսինքն մեր դիմաց մեկն է, որ կարող ենք իր դիմաց լծակներ ունենք օգտագործելու եւ դրան հասնել։ Հիմա պարզապես Ադրբեջանը այդ քաղաքականությունն է վարում եւ մինչեւ այն ժամանակ, երբ Նիկոլը զիջողական է վերաբերվում, չի փորձում լծակներ գտնել Ադրբեջանին հակազդելու համար, այլ փորձում այդպես ասած ինչ որ թեմաներ առաջ քաշելով
ինքը իր կարճ խելքով խնդիրները լուծված համարել, մենք նույն իրավիճակում լինելու ենք եւ Ադրբեջանը շարունակելու այդ թեման բարձրացնել եւ դժբախտաբար որքան այդ թեման շարունակվում է խոսել, արդեն իսկ դառնում է մի տեսակ, այդպես ասած, տարածված խոսույթ եւ հարությունը սկսում է դա, այդպես ասած, մի տեսակ այդ սովորական դառնալ հանրության համար։ Հիմա ժամանակին այդ վերադարձի թեման եթե խոսվեր, հիմա մեկ անգամ, երկու անգամ խոսվում էր, այդպես շատ էլ գուցե ուշադրության կենտրոնում չէ, բայց հիմա երբ մի բանի մասին շարունակաբար ամեն օր ես խոսում, արդեն գնալով դա կարող է դառնալ նաև միջազգային քննարկումների թեմա եւ դա է վտանգավորը, որ վտանգավոր են երևույթը, որի հետ մենք կարծում եմ Նիկոլի վարած քաղաքականության արդյունքում շուտով բախվել ենք։ Մենք նաև տեսնում ենք, որ այս մասով կուզեմ նաև ձեր տեսակետը Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչման այսպես հայտարարությունը, իհարկե դա միֆ է, թե ինչ է, ամեն դեպքում դա կա, որովհետև դեռ պետք է սպասել հոկտեմբերն էլ այնտեղ ընտրություններ են, կառավարություն է փոխվելու, բայց դուք իհարկե անդրադարձել եք, մենք նաև այդ տեսանյութը մեզ մոտ էինք տեղադրել, հատկանշական է, որ սրան շատ արագ անդրադարձավ Սերժ Թանկյանը, մի մարդ, որը 2018-ին մոլորեցնում էր հայ ժողովրդին, մի մարդ, որը այսպես կոչված իր սրտի հեղափոխությունից հետո անգամ մեկ սենյականոց բնակարան չգնեց Հայաստանում եւ տեղափոխվեր այստեղ ապրել։ Մի մարդ, որը ասելիք չունի Բաքվում խոշտանգվող մեր հայրենակիցների վերաբերյալ, Արցախի հայաթափման վերաբերյալ, Արցախի կորստի վերաբերյալ, այսօրվա իշխանության ազգակործան քաղաքականության վերաբերյալ, բայց արի ու տես, որ ինքը հայոյանքով գրողի ծոցն է ուղարկում Իսրայելին։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ նաեւ իհարկե ինչպիսի բառ օգտագործեց Նիկոլ Փաշինյանը, զենքայնացում, հա, զենքայնացում ինչ-որ, պարզ է հայտարարակ թարգմանությամբ էր ինքը օգտագործում այս տերմինը եւ ինչն է հատկանշական, դեռ ինքն էլ նա հիշում է քարոզարշավի ժամանակ մեղադրում էր իր ընդդիմախոսներին իբր հայերեն չիմանալու մեջ։ Խնդրեմ։ Տեսեք, հիմա այդ հորինված բառը հիմա ճիշտ է, սխալ է, ես չեմ ուզում մտնել այդ թեմայի մեջ, այնպես ասած, լեզվաբանական, բայց հիմա զենքայնացում ինքը ասում է, որ հայոց ցեղասպանության զենքայնացման թեման Հայաստանի շահերից չի բխում։ Բայց հիմա հետաքրքիր է, որ ինքը հայոց ցեղասպանություն ասում է չպետք է զենքայնացնենք, բայց ինքը Արցախի թեման զենքայնացրեց եւ դա դարձրեց, այդպես ասած, միջազգային տարբեր ուժերի բախման, այդպես ասած, բենուի բաղադրիչ մասը։ Հիմա ինքը Հայաստանը զենքայնացրել է, դրել է տրամադրել է, այսպես ասած, դրել է Եվրոպայի տրամաչափ, որպեսզի այդ զենքը օգտագործի Ռուսաստանի դեմ։ Հիմա այս նման քաղաքականություն վարած Արցախը, Հայաստանը, ամբողջ երկիրը զենքայնացած մարդը խոսում է օրինակի համար հայոց ցեղասպանության զենքայնացման ոչ շահեկան լինելու մասին։ Կարծում եմ արդեն իսկ հենց այդքանով ինքը բացատրում է իր այդպես ասած իր այդ հիմարությունը, որ դուրս հատվի։ Ինչ քիչ վերաբերում է Սերժ Թանկյանի հայտարարությանը եւ ցեղասպանության ճանաչմանը, իհարկե, ինչպես գիտեք, Իսրայելի կառավարությունն է դա հաստատել, ինչպես դուք ասիք, դեռ պետք է գնա ազգային ժողովը հաստատի, ազգային ժողովն էլ իրենց խորհրդարանը մի քանի ամսվա կյանք ունի, աշնան խորհրդարանական նոր ընտրություններ են լինելու, հայտնի չի մա այնտեղ կհաստատվի, թե չի հաստատվի, հիմա դա բնե այս փուլում միայն կառավարության մեջ է հաստատված։ Ես ասել էի լայվիս ընթացքում, ամեն դեպքում մենք Իսրայելի մասին կարող ենք ամենատարբեր տեսակետներ ունենանք, հիմա լավ է, վատ է, չեմ ուզում հիմա այդ թեման այստեղ բացել քննարկել, բայց իմ համար ամենաառաջնային այս պարագային հայոց ցեղասպանության հարցի վերարծածումն է միջազգային բեմում։ Որևէ երևույթ, որը մեզ կօգնի, որպեսզի կարողանանք միջազգային հայոց ցեղասպանության հարցը կրկին բերել դնել միջազգային օրակարգի մեջ, դա այդպես ասած հանրային քննարկման թեմա դառնա, ինձ կարծում է օգուտ կբերի, եթե նույնիսկ դա, ասենք, Իսրայելի նման մեկ պետության կողմից իրականացված լինի, իմ կարծիքով դա երկրորդական է, կարևոր ինձ համար դա է, որ հիմա ինչ որ ժամանակ լճացումից հետո հայոց ցեղասպանության թեման էլի միջազգային քննարկման առիթ է դարձել, միջազգային մամուլը օգտագործում Armenian genocide բառը, չի սպասում մենակ ապրիլ ամսվա ընթացքում այդ մասին խոսի, հիմա խոսվում է այդ մասին, քննարկվում է այդ մասին, հենց այդ քննարկումը կարծում եմ մեզ օգնում է եւ այդ քննարկումը ես կարծում եմ նաեւ դուր չի գալիս Նիկոլ Փաշինյանին եւ Սերժ Թանկյանի նման մարդկանց, ովքեր կանգնած են Նիկոլ Փաշինյանի կողքին։ Հիմա դուք շատ ճիշտ ասեցիք, ինքը խոսում է, որ չի ցանկանում, որ իր տատիկի ու պապիկի հիշատակ, այսպես ասած, մի պետություն բարձրացնի, որ իր ձեռքերը, այդպես ասած, թաթախված արյան մեջ։ Հիմա ում ձեռքերն արյան մեջ թաթախված բան, կարծում եմ իմ խնդիրը հիմնականում այս պահին չի տնի, որտեղ ամեն դեպքում տեսանք աշխարհի եւ նույն այս երկրների վերաբերմունքը Արցախի հանձնման ժամանակ
44 օրյա պատերազմի ժամանակ այո Իսրայելը զենք հավաճառել Ադրբեջանին, դա բոլորս գիտենք, այդ զենք օգտագործվել է մեր դեմ, բայց հիշենք, որ մյուս կողմն էլ, այսինքն արաբներն էլ ողջունում էին Ադրբեջանի հաղթանակը պատերազմի ընթացքում, Արցախի այդպես ասած ազատագրումը իրենց այդպես ասած Ադրբեջանին շնորհավորում էին այսպես կոչված։ Ամեն դեպքում երկու կողմից էլ որ նայենք խնդիր, ամեն դեպքում մեկ կողմը չի, բայց մենք ունենք մեր խնդիրները այս հարցում, կարծում եմ մենք առաջնայինը պետք է առաջնահերթություն տանք մեր խնդիրներին։ Հիմա ամեն դեպքում փառք Աստծո պաղեստինցիները, մյուսները աշխարհում պաշտպաններ քիչ չունեն, ՄԱԿ-ից սկսած մինչև Միացյալ Նահանգներ, մինչև Իրան, բոլորը իրենց թիկունքին կանգնած են, մենք ենք, որ այս մեջտեղում անպաշտպան եք մնացել, հետաբար եկեք մենք մեր դարդը լացենք եւ մեր խնդիրներով զբաղվենք, ընդհանրապես կողմնակի հարցերով խնդիր չունենանք։ Բայց ինչպես դուք ասեցիք, հետաքրքիր է, որ նույն Սերժ Թանգյանը ոչ մի թթուխոս չի ասել Նիկոլ Փաշինյանին, ով օրինակի համար մերժում է իր տատիկի ու պապիկի այդպես ասած ցեղասպանության ենթարկվելու հիշատակը։ Հիշում ենք, որ ժամանակին Նիկոլն ասում է դեռ պիտի գնանք հլա մի հատ քննարկենք, տեսնենք ինչ է տեղի ունեցել ցեղասպանության մասին։ Լավ, գոնե այդ մասունը պիտի Սերժ Թանգյանը ինչ-որ բան ասի, չէ՞։ Էն էլ է մի տեսակ ուրանում իր տատիկի ու պապիկի ցեղասպանության ենթարկվելու հիշատակը կամ այն մարդիկ, ովքեր որևիցե բան չարեցին ընդհանրապես Արցախի հանձնման ժամանակ։ Դե կարծում եմ Թերսանգյանը ոչ էլ չպետք է ասի, որովհետև դե ինքը եղել է այս իշխանության աջակիցներից մեկը, տեսնենք այն ժամանակվանից հետո երբ Նիկոլին բերել են իշխանության, ինքը Արսինե Խանջյանը այդ երևույթները, որոնք բեմի վրա 2018 թվականին վերվեր էին թռնում, բոլորը միանգամից մեր իրականությունից չքացան, հիմա որտեղ են, որից է մեկը չգտնի, հիմա երբեմն ինչ-որ բան կարող անեն, բայց ամեն դեպքում գոնե իրենց արածի պատասխանատվությունը չեն կրում։ Այո, 2018 թվականին շատերը կանգնած էին Նիկոլի կողքին, բայց հետո զգալով իրենց սխալ թույլ տված սխալը եկան կանգնան ընդդիմության կողքին, փորձեցին իրենց սխալը շտկել, սրբագրեցին, զղջացին իրենց կատարածությունը, բայց այս մարդկանց մոտ գոնե ես միշտ այս բա իրենց զղջումը չեմ տեսել, մի տեսակ երեսները թեկել են իրենց չտեսնելու են տալիս եւ հետո փոխարենը եթե ինչ որ տեղ են հիմա ինչ որ նպաստավոր բան մեր օգտին կատարվում է, փորձում են թեման այդպես ասած այլ ուղղությամբ տանելով, հիմա շեղել, գրողի ծոց ուղարկել։ Բան կարծում եմ ես ասացի գրողի ծոցը պիտի ուղարկել են մարդկանց, ովքեր այս 2020 թվականից հետո առնվազն անտարբեր են եղել այն ամեն ինչի կապակցությամբ, որ կատարվում է մեզ։ Պարոն Մարգարյան, եւ գանք այսօր ըստ էության մի քանի ժամվա ընթացքում հայտի կդառնա ՍԴ որոշումը, բայց մինչև ՍԴ որոշման հայտնի լինելը, անկախ իհարկե վերաբերմունքից, Նիկոլ Փաշինյանը արդեն սկսել է պաշտոններ բաժանել։ Իմիջիայլը ձեզ համար հասկանալի է, ինչու Ալեն Սիմոնյանին փոխարինեցին Ռուբեն Ռուբինյանով, եւ հատկանշական է, որ Ռուբեն Ռուբինյանին շտապեց առաջինը հենց ՔԼՉ շնորհավորել։ Ասեք ՍԴ-ի մասին որոշման ես կարծում եմ պետք է սպասենք մինչև հստակ որոշումը լինի, հետո դա քննարկենք, որտեղ անկեղծ ասած տարբեր տեսակետներ կարող է այդպես լինել։ Հիմա երեկվա այդ օրենքը, որ անցկացրեցին քվարկողների սահմանափակումների կապակցությամբ, մի ինչ որ բաներ ինձ հուշում է կարող է պատահի սահմանադրական դատարանի որոշում մի տեսակ անակնկալ լինի բոլորիս համար։ Հիմա կարծում եմ ժամանակից առաջ չկնենք։ Հիմա որ ձայնագրում ենք դեռ չի հրապարակվել, երբ որ հրապարակվի, կարծում եմ ավելի հստակ կարելի է դրա մասին խոսել։ Իսկ ինչու ՔԼՉ ամենաառաջը շնորհավորեց Ռուբինյանին, կարծում եմ դեռ Ռուբեն Ռուբինյանը ամենահաճելի անձն է իրենց համար, որ կարող է այդ պաշտոնին հայտնվել եւ հիմա Հայաստանի ամենաթրքամետ եւ թուրքերի հետ ամենամոտ շփումն ունեցող անձը դառնում է ուրեմն ազգային ժողովի նախագահ։ Իհարկե Ռուբեն Ռուբինյանն ասել է, որ այդ պաշտոնը վայրադնելու գլխավոր պատվիրակի եւ չի շարունակելու, բայց դե միջև հիմա այդ հարաբերությունները, որ ինքը հաստատել է, գոնե ամենաշատ հարաբերությունը եւ շփվածը թուրքերի հետ ինքն է եւ հիմա այդ անձը դառնում ազգային ժողովի նախագահ եւ շատ բնական է, որ առաջինը դա դուր է գալու հենց ասենք Թուրքիայի իշխանություններին։ Իսկ Ալենի պարագան, ինչու Ալենին հանեցին, կարծում եմ սա շատ հետաքրքիր երևույթ է։ Ամեն դեպքում Ալենը մի յուրահատուկ այդպես ասած քարակտեր է, անձնատականություն է, իր ամբիցիաներով, ձգտումներով, որ ունի եւ դա չի էլ թաքցրել ոչ միական վերև բարձրանալու եւ ես կարծում եմ Նիկոլը եւ հիմնականում նաեւ Աննա Հակոբյանը, որտեղ ես նրան միշտ համարել եմ Նիկոլի գլխավոր խորհրդատուն, միշտ վախ են զգացել նման մարդկանցից, ովքեր իրենց շրջապատում հայտնվում են եւ ինչ որտեղ կապեր հաստատելու եւ վերև բարձրանալու, գուցե պալատական հեղաշրջումներ կազմակերպելու, իրենց թիկունքում խաղեր տալու ընտունակություն են եւ Ալենը ամեն կերպ այդպես ասած այդ տվյալները լրացնում է եւ ունի, դե գիտեք իր անհատականությամբ այդպես ասած շատ այդպես ասած ամբողջ է եւ ցույց է տալիս այդ ամբիցիաները, որ ինքն ունի վերև բարձրանալու իշխանական այդ համակարգում եւ միևնույն ժամանակ
ունի իր շրջապատ իր կողքը գործարարների, օրինակ այդ Վիվարոյի բանի այդպես պատմություններ, որոնք ամեն դեպքում իր համար ստեղծում են այնպիսի մեկ հնարավորություն, որ այդ հավակնությունների հետ միասին կարող է լուրջ վտանգ ստեղծել Նիկոլի համար եւ կարծում եմ դրանք Նիկոլի հայացքից թաքուն չեն մնացել։ Իհարկե, Ալենը առաջին դեպքը չի, որ կատարվել է։ Ես Ալենին հայմատում եմ օրինակ Արարատ Միրզոյանի հետ, երկու ազգային ժողովի նախագահ ենք ունեցել 2018 թվականից խորհրդարանները, որ ունեցել է Նիկոլ Փաշինյանը։ Արարատ Միրզոյանին էլ մոտավորապես ինքը հենց այդպես հեռացրեց, պես ասած թույլ չտվեց, որպեսզի նա բարձրանա։ Հիշեք 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը միակ պաշտոնատարը, որ ընկավ ժողովրդի քացուտակ, Արարատ Միրզոյանն էր։ Հիմա ինչպես Արարատ Միրզոյանը հայտնվեց այդ ամբողջի մեջ, ՊՊՑ գնդի, պես ասած, ՊՊՑ-ի հիմնականում պարտականությունը հենց այդ էր, որ թույլ չտա, որ այդ իրավիճակը ստեղծե, բայց տեսնում ենք միշտ բոլորը բունկերների մեջ թաքնված էին, միայն Արարատ Միրզոյանն էր, որ հայտնվեց դերսում։ Կարծում եմ այդ օրը, այդ ժամանակ, այդ հատվածում Նիկոլը լուրջ մտահոգություն ուներ, որ Արարատ Միրզոյանը կարող է լինել ինչ-որ ալտերնատիվ իր համար, որ եթե իրավիճակը իր ցանկությամբ առաջ չգնա պատերազմից հետո այդ իրավիճակը, որ ստեղծվել է նոյեմբերի 9-ից հետո, կարող է այդպես պալատական հեղաշրջում լինի իր թիմում եւ այդ օրերին միակ մեկը, որ կարող էր այդ պաշտոնին հավակնել վարչապետինը, կարծում եմ հենց Արարատ Միրզոյանն էր։ Եվ Նիկոլ Փաշինյանը Արարատ Միրզոյանի գցեց ժողովրդի ոտքի տակ, քացու տակ եւ ժողովրդի քացու տակ ընկած մարդուց էլ ինչ վարչապետ եւ տեսանք հաջորդ ազգային ժողովում արդեն Արարատ Միրզոյանը չկար։ Հիմա Արարատ Միրզոյանին հետո մի հատ արտգործնախարարի պաշտոն տվեցին, այն էլ դրանով կողմ մնաց։ Հիմա Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը երկուսն էլ ԿՊԱ-ական են, վերաբերմունքը բոլոր երկուսի կապակցությամբ են նույն ամերը, բայց եթե համեմատենք իրար հետ, ամեն դեպքում Ալեն Սիմոնյանը համեմատելի չի Արարատ Միրզոյանի հետ իր ամբիցիաներով եւ շատ բնական է, կարծում եմ հիմա երկրորդ ասենք այդ դեպքը, որ կան ինքը լուրջ վտանգ էր զգում Ալեն Սիմոնյանից եւ հիմա տեսանք նրան վերածեց այդպես ասած փալասի, պարզապես գցեց դուրս։ Հիմա չգիտեմ ինչ պաշտոն է, դժվար եմ տեսնում Երեք հավատարմության երթում էր տալիս, երեք թե առաջին օրը Ալեն Սիմոնյանը կասի ամեն ինչ լինելու, հենց կպտտվի Նիկոլ Փաշինյանը թիկունքում անպայման ինձ կտեսնի, անգամ համարյա ասում էր ով եմ ես առանց Նիկոլ Փաշինյանի։ Դե հիմա ինքը առաջի օրն է դեռ այդ ասում, մենակ ասված չանի հանկարծ գնային ուղղությամբ, որ գնաց Հովիկ Աղազարյանը կամ Արիկ Մարուշյանը դառնա ընդդիմադիր, դա կարծում եմ ամենածիծաղելի եւ վատ տարբերակն է լինելու բոլորիս համար։ Ամեն դեպքում ես չեմ կարծում ինքը նախարարի պաշտոնով բավարարի նախարարի պաշտոն վերցնի։ Հիմա արտգործնախարարի պաշտոն ամեն այդպես ասած պատվաբեր պաշտոնը էլ առայժմ զբաղված է, հետաբար ինքը դրսում է մնալու այս պահին եւ դրսում մնացած մարդու համար շատ էլ այսպես ասած աշխատանք չկա եւ նկատի առնելով իր ամբիցիաները, որ ունի, ամեն դեպքում չեմ կարծում այդպես ասած մնա երկար մնա գուշակությունը, որ հավանաբար գնալու է Հայկ Մանուկյանի ճանապարհով փորձելու ինքն իր համար մի հատ կուսակցություն ստեղծի, դուրս գա, ասիկ մնալով Նիկոլի կողքին, բայց ինքը քաղաքական այդպես ասած փորձի առանձին այդպես ասած քաղաքական կարիերան ստեղծել։ Սպասենք տեսենք ինչ ա լինում, բայց ես համոզված եմ, որ այս ամեն ինչը Նիկոլի կողմից կազմակերպված է։ Իրենից անկեղծ ասած այդքան էլ հավատալու չի, պարոն Մարգարյան։ Այ Եվ պարոն Մարգարյան, եւս մեկ հարց, Աննա Հակոբյանը այդուհանդերձ եկավ Միացյալ Նահանգներ վարչապետի տիկնոջ կարգավիճակով, այդտեղ մասնակցում է ֆորումի, տեսանյութեր է այդտեղից տարածում, այս մասով ասելիք ունեք։ Հիմա սա էլ հետաքրքիր թեմա էր, հիմա միանգամից լուր տարածվեց, որ պետական պաշտոնական գործողումով Նիկոլ Աննա Հակոբյանը որպես առաջին տիկին մեկնում է Նյու Յորք մասնակցելու այսպես կոչված առաջին տիկինների եւ պարոնների ամենամյա ակադեմիային։ Ես հույսով եմ եղել են մարդիկ, ովքեր իմ նման գնացել են, փորձել են տեղեկություններ քաղել այդ ակադեմիայի մասին, Պաստորեն մի շատ փոքր կառույց է, նույն այն ինչպես ժամանակի մի հատ այդպես կին առաջնորդների կառույց կար, Աննան միանգամից այդտեղ ակտիվացել էր, որոշել էին Հայաստանում բերել գագաթնաժողովը կազմակերպեցին, համընկավ 2023 թվականի այդ Արցախի հանձնման հետ, հետո կազմակերպեց միակ բացական հենց Աննա Հակոբյանն էր այդ ամեն երևույթի մեջ։ Ամեն դեպքում սա էլ հենց նման կառույցին մի հատ կառույց է, որ եթե նայեք նույնիսկ իր էջի մեջ այս ակադեմիայի այս տարվա մասին թարմացումներ նույնիսկ չկան, վերջի թարմացում, որ կա անցած տարվա իրենց միջոցառումների մասին, եւ այդ լուսանկարներն էլ որ նայեք, հիմա շատերին թվաց, որ այդ առաջին տիկինները եւ պարոնները, ասենք Մելանիա Թրամփի կամ Բրիջիթ Մակրոնին մակարդակի մարդիկ են, բայց դե լուսանկարը որ հրապարակվեց, տեսակ մի քանի անծանոթ դեմքեր են այդտեղ նստած, իսկ եթե գնում եք պրպտում եք մասնակից երկրներին,
պիտի աշխարհագրական քարտեզը խոշորացնեք, հետո մեկ էլ մի հատ խոշորացույց վերցնեք, մանկակ այդ երկրներին ճարեք, որոնք այդ Բուտանը կամ մի հատ երկիր ընդհանրապես կատուն չեք էլ Բենեցը այդպես մի անով միշտ որ երկրի առաջին տիկիններ Աննա Հակոբյանի կողքը նստած։ Ամեն դեպքում նման միջոցառմանը պետական բյուջե է հատկացվում եւ Աննա Հակոբյանին ուղարկում են այդ միջոցառմանը մասնակցելու, բայց հետո տեսնում ենք, որ հիմնականում դա իմ քայլը հիմնադրամի շրջագծում այդ ամբողջ այցը կատարվել, ինքը պետական բյուջեով մասնակ գնացել է այնտեղ, բայց քարոզում է իմ քայլը իր հիմնադրամը։ Կարծում եմ, այս արդեն այս երևույթը ինքը շատ լուրջ խնդիր է ստեղծում հարցականի տակատանում ամեն ինչ, եւ ամենահետաքրքիր այն լայվերն էր, որ ինքը այնտեղից արեց եւ սկսեց խոսել ընտանեկան բռնությունների մասին։ Սա կարծում եմ Շատ զարմանում եմ, որ մեր հանրությունը ընդհանրապես չի նստում մի քիչ այդպես ասած վերլուծի, ինչու Աննա Հակոբյանը միանգամից հայտնվեց Նյու Յորքում եւ հիմա իր ուշադրության կենտրոնում է հայտնվել ընտանեկան բռնությունների թեման։ Իդեպ ես քիչ առաջ փորձեցի իր Facebook-յան էջը մտնեմ, այնտեղ նայեցի այդ ամբողջ նյութերը մի տեսակ կարծես հեռացված է, իմ քայլի հիմնադրամի մեջ կա հղումներ կան այնտեղ, բայց իր էջից հանել է դրանք, հիմա չկա, չգիտեմ ինչու է հանել դրանք։ Հիմա մի հատ հիշենք ինչ տեղի ունեցավ այս ընտանիքում վերջի քանի ամսվա ընթացքում, հիմա այդ ամբողջ ասեկոսեները կողք դրած, երևույթը միայն եթե նայենք, Աննան մի օր լայվ մտավ, ասեց, որ ես հեռանում եմ Նիկոլ Փաշինյանից, ապրանքներս հավաքել եմ, գնում եմ եւ ինքն էլ հեռանում դուրս էր գալիս եւ լքում եմ Նիկոլ Փաշինյանին եւ մի ամիս այդպես չկար, 2 ամիս այդպես ասած իրարից առանձին են ապրում, հետո միանգամից մի հատ տեսագրության մեջ հայտնվեց, հետո Նիկոլ ասաց, այո, վերադարձել է, ես մեծ ջանք եմ եկագործել, վերադարձել է, ու հիմա նույն անձը միանգամից հայտնվում է Նյու Յորքում ու չգիտես ինչու որտեղից որտեղ սկսում է ընտանեկան բռնությունների մասին խոսել։ Հիմա խոսում ենք Հայաստանի, պես ասած, ղեկավար անձերի մասին, բայց եկեք միշտ մոռանանք, որ այս մարդիկ ղեկավար անձինք են, հիմա պատկերացրեք օրինակի համար մեր հարևան Պետրոսի եւ Վարդուշի մասին ենք խոսում, որոնց ընտանիքի մեջ խնդիր է առաջացել, կինը դոկտոր լքել է, հետո վերադարձել է, հետո սկսում է Facebook-ում միանգամից խոսել ընտանեկան բռնությունների մասին։ Լավ, ժողովուրդը չպիտի հասնի, որ օրինակի համար ինչու միանգամից ընտանեկան բռնության թեման այս մարդկանց համար ուշադրության արժանի դարձավ։ Կարող է պատահի այդ ամբողջ Աննայի գնալը, վերադառնալը սրանք ինչ-որ կերպով ընտանեկան բռնությունների հետ կապ ունեն, ասենք Նիկոլի կողմից ընտանեկան բռնություն է գործադրվում, հիմա Աննան էլ միանգամից սկսել է այդ թեմայով հետաքրքրվել։ Շատ կարծում եմ հետաքրքիր թեմա է, հիմա չեմ ուզում անիմաստ հավակնություն էլ առնեմ, ինքը չի սիրում հատկապես իր վրա ուշադրության կենտրոնացած իր վրա ժամանակին հիշում եք վիրավորական բաներ գրեց իմ հասցեին, բայց ամեն դեպքում սա երևույթ է, որ սա երևույթ է, որ ամեն դեպքում փաստ է։ Մարգարեն, բայց հիշեցնենք, հա, ինչու էր նա ձեզ վիրավորում եւ բոլորին այդ ընթացքում, ովքեր իրեն անդրադառնում են, որովհետեւ մեկը դուք հետո բացահայտումներ կատարեցի այս ֆինանսական հիմնադրամի կոռուպցիա սխեմաների մասին։ Եվ սխալ չէի, որտեղ իմ հացահայտումներից հետո անմիջապես փոփոխություններ մտցրեցին մի քանի մեկ ամսվա ընթացքում եւ ամեն ինչը կարիքի եկավ, հաստատին ես ճիշտ էի ասում։ Հիմա այս դեպքում էլ ես կարծում եմ հետաքրքիր է այդ թեմա մտնել, հիմա այդ լայվերն է շատ հետաքրքիր, որ այդտեղ էլ նույնիսկ իրենք մի տեսակ այդպես ասած օրիգինալ voice-ը բան չունեք, եթե նայեք իր լայվերը, ես մի տեսակ զգացի ցանկանում եմ Տիկին Արփինե Հովհաննիսյանի նմանակի նույն այդպես հակնվածքով, սանրվածքով նստում է նույն ոճով սկսում է լայվեր անել, կարծում եմ հիմա մի տեսակ սիրում է նմանի ուրիշներին, հիմա այստեղ էլ հիմա Արփինե Հովհաննիսյանին հավանաբար ուզում նմանի նման թեմաներով զբաղվում։ Ամեն դեպքում կարծում եմ սա հետաքրքիր թեմա պետք է լինի, հիմա հույսով եմ չեմ սխալվում իր էջից այդ հեռացնելու մասին այդ թեմաներին, հիմա կարող են ինչ-որ կերպով զգացել են, որ լավ չի ստացվելու, հանել են, բայց ամեն դեպքում կարծում եմ հիմա հենց այս հիմա հենց այդ այս ամեն ինչը կողտրած հենց այդ որ պետական բյուջեով իրեն գործուղում են Նյու Յորք մի հատ միջոցառման համար, որ ընդհանրապես որից է նշանակություն ունի միջազգային առումով եւ այնտեղ հիմնականում ինքը իմ քայլի հիմնադրամն է քարոզում փոխարեն պետական շահը պաշտպանելու փոխարեն խոսում է դեռ ցավալի երևույթների մասին, որ Հայաստանում գոյություն ունեն, կարծում եմ արդեն ինքնին խոսում է այս իշխանությունների իրական էության մասին։ Շնորհակալ եմ, պարոն Մարգարյան, որ համաձայնեցիք այս զրույցին։